Короче, у меня такая ситуация. Այսօր ինձ գրում է մի հատ տղա, ուզում է записаться на стрижку։ Գրում է, որ ուզում է իմ մոտ մազերը կտրի, եթե հնարավոր է մաքսիմալ շուտ եւ այլն եւ այլն։ Իմ մոտ ուզում մազերը կտրի, ասում եմ, окей, стоимость стрижки 15 000 դրամ։ Մոդելիրում բարադի 12 000 դրամ։ Հետո էլ մի անգամից գրում է, բա ես կարամ կամ ձեր մոդել բան նկարեմ, իմ մազերը ծրի կտրեք եւ այլն։ Ասում եմ, չէ, իմ մոտ կրեատորները կան, ոնց որ ես իրանց հետ ուժեղ համագործակցում եմ, ավելան համագործակցություններ հենց չեմ բանգալ։ Որը շեշտում եմ, որ հնգարց недоразумение բան չլինի, էլի, որ ստրիժկի գինը ախտր ջան 15000 դրամ է, եթե ուզում ես записаться լինես именно իմ մոտ, խնդիր չհարցում եմ, բա ինչքան ստաժ ունես, յոնքի ստրիժկի работу или нет, ասում եմ, որ մի տարվա ստաժ ունեմ ու իմ աշխատանքային ակաունտում կարաք նայեք, ինչ աշխատանքներ եմ համասանականում, ու основном Ուժինյոնտիկի հետ ակամ կլասիկ ստրիժկաներն եմ անում, բայց այդ ամենակիչը։ Հետո գրում է, բայց ես ինչ իրանից չի ներկայացնում, որ պետք է նոր ֆորմա տանք ու մաշինկա առհասարակ չի օգտագործվելու, մկրատով պետք է կտրվի, 15000 հետ մի քիչ повышенный цена եւ այլն։ Հատա ուժը մի քիչ պրոֆեսիոնալիզմ պետք է աշխատի մարդու, որ ոչ թե ապրանքվեցա լինի կամ տարգավացա լինի։ Իրենը դեմից հարթ փորձում է որպես կլիենտ կոմոդ գրանցվի, հետո լսում է գինը, ուզում է կա կրեատոր գրանցվի, հետո էլ տարգավացա լինի, ինքը абսուրդ է, էլի։ Որ ստեղ խնդիրը մաշինկա օգտագործել չօգտագործելը չի, ստեղ ամեն մեկը ինքն է գնահատում իր ժամանակը ու աշխատանքը, որ ինքը ուզելով հասկանում, որ ստեղ խնդիրը մաշինկան չի, աշխատելավոճն ու այն մոտեցումն է, որ ես եմ ցույց տալի ու ես գնահատում եմ այն աշխատանքը, որ ես անում եմ, այդ գնով ու բոլորի համար այդ նույնն է։ Որ եթե իրոք ուզում ես մոտ գրանցվես, խնդրեմ գրանցվի, բայց հենց տարգավացա լինել մարդու հետ, հետո փորձել կրեատոր գալ, այդ մի քիչ չի ժողով։ Մարդի սկզբանե փորձի վերաբերմունք ցույց տա, որ նա գումարը չի հերիքում, օրինակ իր համար կարա հենց պրյամո այդ հարցով սկսի, ոչ թե իմանա գինը, ուզենա կա կրեատոր, ոնցի տարգավացա լինի, այդ մի քիչ ինչի